Նույն օրը վարչապետ Ռոբերտ Քոչարյանը Արարատում կտրում է հայկական ոսկու արդյունահանման հայ-կանադական ձեռնարկության կարմիր ժապավենը։ Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հետ այստեղ ոսկի է շոշափում նաև կաթողիկոս Գարեգին Առաջինը։ Այնուհետև նախագահի թեկնածուն այստեղից մեկնում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր ղեկավարած ցեմենտի գործարան, տալիս խոստումներ, իսկ վերջում հետաքրքրվում՝ դուք հավատում եք իմ խոստումներին։ 1999-ի այսօրը Երևանի հարավ-արևմտյան թաղամասում բացվում է Զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը։ Զորավարն այստեղ անզեն է, բայց մտահոգ։ Արձանը բացողներից են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կաթողիկոսի փոխանորդը եւ քաղաքապետը։ Անդրանիկը այս հողի եւ ջրի ծնունդ է, իր ուժն ու իր կյանքը ամեն ինչը ներառնում այս հողից եւ ջրից։ 2000-ի այսօրվա դրությամբ դեռ արտադրանք է տալիս դեռևս չսեփականաշնորհված Ավանի աղի կոմբինատը։ Տարեկան կոմբինատը տալիս է 15000 տոննա յոդացված կերակրի աղ, սպառողը միայն Հայաստանն է։ Աղը մեքենայով կամ ուղղաթիռով կամ ինքնաթիռով կամ ուղղաթիռով օդով տանելը ձեռնտու չի։ Երկաթգծի տրանսպորտի բացակայության պատճառով մենք չենք կարողանում արտահանենք։ Ավելին, այս գործարանում անկախության օրոք դեռ ներդրում չի արվել։ Առանց դրան ուղղակի մենք կլինենք կանգնման եզրին։ 2000-ի այսօրերին Սև կատու է անցել Երևանի դողագործի կառավարիչ Դվին կոնցեռնի եւ գործարանի աշխատողների միջև։ Բարձրաստիճան այրերին պաշտոնապես հայտարարում են, որ փրկեք դողագործին Դվինի ճիրաններից։ Կոնցեռնի ներկայացուցիչը աշխատողներին հասկացնում է, որ պետք է շնորհակալ լինել Դվինից 25-30 հազար դրամ աշխատավարձի համար, որն ի դեպ նոր է բարձրացվել։ Ես պետք է նորմալ ծավալներով աշխատեմ, որ կարողանամ եւ այս, ասենք, ընթացիկ աշխատավարձը վճարեմ եւ պարտքերը։ Դողագործը 70 միլիոն աշխատավարձի պարտքով այսօր հասել է 140 միլիոն։ 2000-ի փետրվարի 25-ին անհայտ քաղաքացին զանգահարում է աղբյուր ամսագրի խմբագրություն եւ գլխավոր խմբագրին ասում, որ շենքն ականապատված է։ Զանգահարողն ավելի է կոնկրետացել 6 րոպեից շենքն օդ կբարձրանա, շներն անցնում են գործի, գալիս են հրշեջները եւ շտապօգնությունը։ Այս շենքում է գտնվում նաեւ Ամեկ+ հեռուստաընկերությունն ու Պարուր Հայրիկյանի կուսակցությունը։ Ցավոք սրտի անառողջ մարդիկ եղել են կան ու դեռ պիտի լինեն։ Դա տվյալ շենքում պիտի կապված լինի կամ մեզ հետ կամ Ամեկի հետ։ Մեկ ժամ անց շները հասկացնում են, ահազանգն անհաջող կատակ էր։ Այսպիսին է Երևանի տան շուկան 2000-ի փետրվարի 25-ի դրությամբ։ Բնակարան գնողներն ընդամենը 10%-ն են, վաճառողները կամ հացի փող են աշխատում կամ փախչում են երկրից։ Քաղաքապետարանը 1 տարի առաջ է հաղթանակ կամուրջի հարակից տարածքից տների շուկան տեղափոխել փակ տարածք, որպեսզի ըստ վաճառողների օդանավակայանից քաղաք բերող ճանապարհի վրա գտնվող տների խուճապային վաճառքի այս ձևը քաղաքի հյուրերի տեսադաշտից հեռու պահի։ Հակասանիտարական վիճակ է ստեղծում, խանգարում է տրանսպորտային եւ հետիոտ երթևեկությանը։ Նորհաճնի Վարսավիր Սուրեն